Սպասված հանդիպումն է եթերում, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրը բժիշկ ստոմատոլոգ Մուրազ Գրիգորյանն է։ Մարդով կարողացել է իր մասնագիտական հմտությունները դարձնել եւ ընտանեկան բիզնես, եւ ընտանեկան ավանդույթների համար հարմարավետ աշխատավայր։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այսօր հյուրընկալել մեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ ցանկանում եմ մտքով տեղափոխվենք դեպի անցյալ։ Սկսենք թերևս այն կետից, թե ինչպես եք դուք ընտրել ստոմատոլոգիան որպես մասնագիտություն, ավելի շուտ մասնագիտացում։ Ես միշտ երազել եմ դառնալ բժիշկ, ոգեշնչողը երևի իմ մայրիկն էր, ով երկար տարիներ աշխատել է որպես բուժքույր Քաջարյանի պոլիկլինիկայում։ Փոքր ժամանակվանից միշտ երազել եմ դառնալ բժիշկ, ու ինքը ինձ օգնեց իմ երազանքը կատարածելու համար։ Իսկ ինչու հատկապես ստոմատոլոգիան։ Կար ընտրություն, որ մի քանի ուղղություններ ունեիք, որ դիտարկեցիք ստոմատոլոգիան հատկապես։ Երևի պատահական, ես այն ժամանակ չեմ մտածել կոնկրետ ստոմատոլոգ, ցանկանում էի դառնալ ուղղակի բժիշկ։ Պատահական ստացվեց ստոմատոլոգիա, ու չեմ փոշմանում։ Իսկ ձեր առաջին հիվանդին հիշում եք։ Այո, շատ լավ եմ հիշում։ Առաջին անգամ կին էր, որի ատամը պետք է հեռացնեի, ես դեռ ուսանող էի։ Ամեն կերպ փորձեցի հրաժարվեմ հեռացնելուց, բայց ինքը ինձանից քաջ էր, պնդեց։ Ու չգիտեմ, ես երևի ավելի շատ էի լարվում ու վախենում, քան ինքը, բայց հաջող ընթացավ ամեն ինչ։ Երևի դա հենց իմ առաջի փորձն էր, ու իրանից ես շատ շնորհակալ եմ։ Իսկ որտեղ եք դա։ Քաջարյանում, Քաջարյանի պոլիկլինիկայում։ Ես իմ առաջի քայլերը արել եմ հենց Քաջարյանում, Քաջարյանի պոլիկլինիկայում, ու որի համար երախտապարտ եմ եւ քաջարանցիներին, եւ պոլիկլինիկային, եւ պոլիկլինիկայի անձնակազմին, ովքեր ինձ օգնել են իմ առաջի քայլերի մեջ։ Իսկ հետո ինչպես կայացրեցիք որոշում տեղափոխվել դեպի մայրաքաղաք։ Համալսարանը ավարտելուց հետո ես եկա Քաջարյան, մի տարի աշխատել եմ Քաջարյանում, Քաջարյանի պոլիկլինիկայում, այնուհետև տարան բանակ, զորակոչվեցի բանակ ծառայության, դրանից հետո արդեն տենց դասավորվեց պարզապես, երևի ոչ իմ ցանկությամբ, բայց ընթացքը տենց եղավ, հանգամանքների բերումով։ Հիմա կուզեմ խոսենք ընտանիք մասնագիտություն եւ բիզնես։ Այս երեք կարևոր ասպեկտներ է ձեր կյանքում, որ կարողացել եք միավորել եւ դարձնել ձեր մասնագիտությունը այն հիմնական օղակը, որի շուրջ համախմբվել է ողջ ընտանիքը։ Ինչպես առաջացավ այդ գաղափարը՝ դարձնել ստոմատոլոգիան նաեւ ընտանիքի համար մի մեծ աշխատավայր։ Մենք միշտ ես ու կինս մեր ընտանիքով, կարելի ասել, ցանկացել ենք ունենալ մեր կլինիկան, ու 2005 թվին հաջողվեց ունենալ փոքրիկ կլինիկա։ Երևի առաջի քայլը հենց դա էր, ընտանիքով համախմբվելու կլինիկայի մեջ, կլինիկայի շուրջը։ Ինքն էլ մասնագիտությամբ տնտեսագետ, կիբեռնետիկ, ավարտել էր Ժող ինստիտուտը, բայց հետո իհարկե դա օգնեց մեր հետագա քայլերը կատարելու համար շատ հարցերում, բայց ինքն էլ ավարտեց բժշկական ինստիտուտը եւ ինքն էլ հիմա ես մեկ կատակով ասում եմ կիբեռնետիկ ստոմատոլոգ։ Այդտեղ կա ձեր հորդորը, որ գնա բժշկական ավարտի, թե ուղղակի արդեն հանգամանքներն էլ դեր խաղացին։ Ոչ թե հորդոր, իհարկե ինքը արդեն դրա մեջ էր, թրծվել էր դրա մեջ, բայց մենք զգացինք, որ դրա անհրաժեշտությունը կա։ Ոչ թե ստիպողաբար կամ հորդոր, այլ պարզապես զգացինք, որ կա դրա անհրաժեշտությունը, ինչու՞ չէ նաև ստոմատոլոգ։ Հաջորդ հարցս պիտի լիներ, թե ինչ արձագանք ստացան ձեր ընտանիքի անդամները, երբ լսեցին առաջարկը համախմբվելու ստոմատոլոգիայի շուրջ, արձագանքը միանշանակ ընդունվել է։ Այո, միանշանակ ընդունվել է։ Ինչ է կարծում, որքան ժամանակ է անհրաժեշտ կոնկրետ ստոմատոլոգիայում կայանալու համար։ Այ հիմա ոլորտը այնքան շատացել է, այսպես ասած, լիքն է մասնագետներով, եւ ինտերնետային հարթակն էլ օգնում է բոլորին իրենց, այսպես ասած, գովազդը դնել եւ այլն, բայց այդ ամեն ինչը մի կողմ։ Ինչքան ժամանակ է անհրաժեշտ մասնագետին հստակ քայլերով առաջ գնալու համար, կայանալու համար։ Առաջի քայլ առաջ միշտ պետք է արվի ցանկացած էտապում, թեկուզ հենց համալսարանը ավարտելուց հետո դու պետք է սկսես առաջ շարժվել, բայց կայանալու համար երկար տարիներ, ինձ թվում է նույնիսկ ամբողջ կյանք։
Ես կդժվարանամ ասեմ ինչքան ժամանակ։ Երևի ամբողջ կյանք կայանալու համար։ Ձեր զավակներն են ոլորտի մեջ։ Այո, իմ երկու դուստրը եւ որդիս իրանք էլ ավարտել են Երևանի պետական բժշկական համալսարանը ու հիմա մեր հետ աշխատում են մեր կլինիկայում։ Իսկ իրենց մասնագիտական որոշում կայացնելու հարցում արդեն ավանդույթ է ձեր մոտ ստոմատոլոգիան ընտրելը, դիտարկվել է այլ ուղղվածություն, այլ ուղղություն, թե չէ։ Տեսեք, ես ոչ մեկին չեմ ստիպել, այսինքն եթե մտածենք, որ ստիպողաբար կամ համոզելով չի եղել տենց բան, տենց խոսակցություն չի եղել, պարզապես իրենք կարելի ասել ծնված օրվանից դրա մեջ են եղել, ընտրությունը իրանցն է եղել, ու երբ որ ես հարցրել եմ իրանք գոհ են, թե դժգոհ, իրանք դժգոհ չեն եղել, միշտ գոհ են եղել։ Փոքր աղջիկս մի պահ սկզբնական շրջանում ինքը գերազանցիկ է ավարտել, բայց մի պահ ասում էր ես ոնց որ իմը չլինի, բայց հիմա ամենաշատը ինքն է աշխատում, այսինքն մեզանից շատ, մեկ-մեկ դաժե ասում ենք հերիքա, վсё, գնա տուն, բայց հիմա ինքը ավելի շատ է սիրում մասնագիտությունը, քան այն երկուսը։ Ոչ մեկին չենք ստիպել ու իրանք գոհ են իրենց աշխատանքից։ Փաստորեն շատ քիչ ժամանակ հետո կարող ենք ասել, որ ձեր մոտ գերդաստանով ստոմատոլոգների մի ամբողջ ընտանիք է։ Միգուցե, դա Աստված շարունակվի, ես միայն կողմ կլինեմ։ Եվ կա հստակ դերաբաշխում, անցնենք որպես բիզնես ոլորտի ստոմատոլոգիայի, ով ինչով է զբաղվում, ով է պլանավորում, ով է որոշում գրաֆիկը եւ այսպես։ Հիմնականում ադմինիստրատիվ հարցերով զբաղվում է իմ կինը, մի քիչ առաջ էլ ես ասացի, ինքը ունի նաև տնտեսագիտական կրթություն եւ դա իրեն ահագին օգնում է։ Ադմինիստրատիվ հարցերով հիմնականում զբաղվում է ինքը, իսկ բուժական հարցերով ասեմ ես ու երեխաները։ Արդյոք կարողանում եք հետևել տեխնոլոգիական առաջընթացին եւ քայլել ժամանակին համահունչ։ Ստոմատոլոգիական նոր սարքավորումներ եւ այլ, դա հեշտ է թե այսօրվա պայմաններում դու պարտավոր ես հետևել եւ բոլոր քայլերին առաջ գնալու համար եւ պարբերաբար կրթվես, որովհետեւ օրեցօր նույնիսկ նորություններին չես էլ հասցնում ինչ որ ժամանակ հետևել, բայց չարժի տես թուլանալ ու պարտավոր ես անընդհատ հետևել։ Մենք անընդհատ մասնակցում ենք եւ Հայաստանում եւ արտերկրում վերապատրաստումների ու սեմինարների, պարտադիր տարեկան 2-ից 3 անգամ մենք պարտադիր մասնակցում ենք։ Իսկ ինչ վերաբերում է ժամանակակից տեխնոլոգիաներին, մեր կլինիկան, չասեմ բացառիկներից, բայց հագեցած է գեր ժամանակակից բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներով, թվային տեխնոլոգիաներով, բոլորը ինչ որ կա այսօր ամբողջ աշխարհում եւ շուկայում։ Չկա տենց բան, որ մենք չունենանք կլինիկայում։ Կլինիկան փոքր է, բայց հագեցվածությունը մենք փորձում ենք պահել, հետ չմնալ։ Բժիշկ, իսկ հետաքրքիր է, բացի մասնագիտական հմտությունները, բիզնես հիմնելու եւ այն պահպանելու համար հասկացանք ընտանիքում ունեք առաջին մասնագիտությամբ տնտեսագետ կնոջը։ Էլ ինչ է հարկավոր, որ կարողանանք նաեւ մարտահրավերներին դիմակայել։ Իմ կարծիքով Հայաստանում այդ բիզնես հասկացողությունը մի քիչ ուրիշ ձևով է զարգանում, քան ուրիշ երկրներում, ասենք գովազդները կամ ինչ որտեղ Հայաստանը ոնց որ չենթարկվի այդ բիզնես կանոններին։ Հայաստանում դու պետք է մասնագիտանաս քո մասնագիտության մեջ։ Այսինքն եթե դու լիարժեք տիրապետ ես քո մասնագիտությանը, դա արդեն իսկ մեծ առաջընթաց է ու ես չգիտեմ, ստե գովազդը նույնիսկ կարող է այդքան չաշխատի, ինչքան քո պրոֆեսիոնալիզմը, որովհետև Հայաստանը փոքր երկիր է ու մեկը մյուսին ասելով ավելի շատ հաջողության դու կարող է հասնես, քան մեծ գումարներ ծախսելով գովազդի վրա։ Ինձ թվում է ավելի շատ ստեղ ինքնակատարելագործումը եւ սովորելը, կրթվելը անընդհատ։ Դա ավելի շատ
տեղ ունի, ավելի շատ դեր ունի։ 2005 թվականից արդեն հիմնել եք եւ աշխատում եք ընտանեկան բիզնեսում, լինում են արդյոք կարծիքների բախումներ։ Եվ նաեւ հետաքրքիր է, երբ դուք աշխատանք, ընտանիք, ընտանեկան գործեր, կենցաղային հոգսեր տարանջատում կա, թե ամբողջը արդեն մեկ մեծ եւ խոհանոցի մեջ է։ Դե արդեն սովորել ենք, արդեն 20 տարի եւ ավել մենք աշխատում ենք այդ ոլորտում, ու արդեն սովորել ենք։ Ճիշտ է, մեկ-մեկ լինում է տարաձայնություններ, մեկ-մեկ հոգնում ես, մեկ-մեկ, չգիտեմ, ինչ որ փոքրիկ, ու չասեմ կոնֆլիկտներ, բայց բոլորը հարթվում է։ Հա, ընտանիքի սահմաններում դրանք բոլորը հարթվում են, այդ տարաձայնությունները դրանք այն հարցերը չեն, որոնք չլուծվեն։ Ինձ թվում է առանց դրա չի լինի։ Առանց դրա եթե լիներ, դա կլիներ կեղծ։ Երևի թե չի լինի այդպես բան։ Իվերսիոն այլ երեխաները ժամանակակից սերունդն են, դուք արդեն մեկ ուրիշ սերնդի ներկայացուցիչ եք եւ այդ ժամանակային բախումներն էլ հնարավոր են։ Ես այդ ամեն ինչին դեմ չեմ, փորձում եմ իրենց ասածով, փորձում եմ իրենց այդ համահունչ գտնվել։ Ու քայլեր կա, որ իրենք են հարցնում, տեղեր կա իրենք են հարցնում խորհուրդներ, տեղեր կա ես եմ իրենց հարցնում։ Ու փորձում ենք կոնֆլիկտներ չստեղծել, այլ հակառակը։ Հա, ընդհանուր այդ է։ Երբևէ մտածել եք ընդլայնվել, այլ քաղաքներում մասնաճյուղեր բացել, այդ գաղափարը կա։ Տեսեք, այսօր մեր համար ավելի առաջնահերթ է մեր կլինիկայի սահմաններում ունենալ լավագույնը, ունենալ ամեն ինչ, կարողանալ սպասարկել ավելի որակով, ավելի լիարժեք։ Իսկ որպես բիզնես տարբեր տեղեր, մի քանի կլինիկաներ, առայժմ մենք չենք դիտարկում եւ ինձ թվում է դրա կարիքն էլ չկա, որովհետեւ մեր ընտանեկան կլինիկա է դա մի ուրիշ հասկացողություն, այսինքն մենք միևնույնն է աշխատում ենք մեր ընտանիքի սահմաններում։ Կար ժամանակ, որ իմ երեխաները չէին աշխատում մեր կլինիկայում, կարային ուրիշ բժիշկներ աշխատեին, բայց մենք էլի աշխատել ենք երկուսով, ես ու կինս։ Այսինքն մենք չցանկացանք ուրիշ ինչ-որ մեկի հետ կիսվել կամ աշխատել։ Իհարկե ստոմատոլոգիան այն ոլորտն է, որ առաջնահերթությունն այստեղ բժշկի դիրքորոշումն է եւ երևի բժշկության ամեն ոլորտի մասն է նաեւ խոսքը։ Բայց ինչպես եք փորձում հաճախորդի հետ հարաբերությունները կարգավորել, լինում են նաեւ չէ կմահաճ հաճախորդներ, ում համար հատկապես ատամների հետ կապված հարցերը շատ դետալային մանր փոքրիկ հարցեր, բայց մեծ նշանակություն ունեն։ Ինչպես եք հարթում այս խնդիրները։ Աշխատանքի մեջ ամեն ինչ էլ լինում է, չկա տենց բան, լինում են նաև տհաճ սիտուացիաներ, լինում են նաև ինչ որտեղ կոնֆլիկտային սիտուացիաներ, բայց միշտ փորձում ես խնդիրը լուծելի օգուտ հաճախորդի, որպեսզի ինքը գնա կլինիկայից դուրս գա գոհ շնորհակալ։ Կան մարդիկ ինչ էլ անես, միևնույնն է, իրենք կարող է ցույց տան, որ գոհ չեն, բայց միևնույնն է դու հոգուտ խորքում գիտես, որ դու արել ես ամեն ինչ, այսինքն չկա միտեղ, որ ինքը կգնա ու դրանից ավել իրեն կտան, ինքը կստանա։ Այսինքն մենք մեր խղճի առաջ հանգիստ ենք, որովհետև մենք փորձել ենք անել ամեն ինչ, ինչը որ հնարավոր է տվյալ պարագայում։ Իսկ թե մարդը ոնց կընդունի, ամենայն դեպս մենք աշխատում ենք չնեղացնել ոչ մեկին։ Եվ խոսեցինք նաև զավակների մասնագիտության ընտրության հարցերի շուրջ, իսկ սկսնակ ստոմատոլոգներին ինչ խորհուրդ կտաք։ Ձեր անցած ճանապարհի գնահատականն էլ է հետաքրքիր։ Երբ հետ եք նայում, այն հեշտ էր, դժվար էր, ինչպես էին կայացման տարիները, մինչև սեփական կլինիկա արդեն ունենալը։ Ես իրականում իմ կարծիքով դա իմ տեսանկյունից շատ դժվար եմ գնացել առաջ։ Այսօր մի քիչ ավելի հնարավորությունները մեծ են սկսնակների, այն ժամանակ չկար այսքան ինֆորմացիա, չկար այսքան հնարավորություն, չկային բանկեր, որոնք կֆինանսավորեին, որպեսզի դու սկսեիր, այսինքն իսկ հիմա յուրաքանչյուր մարդ, ով ուզենա աշխատել, երևի թե ինքը հնարավորություն կունենա աշխատելու, միայն ցանկությունը ու աշխատասիրությունը, եթե ինքը ունենա։ Իսկ սկսնակները պետք է պարզապես սիրեն իրենց մասնագիտությունը ու նվիրվեն մասնագիտությանը։ Մասնագիտությունը հեշտ չի, բայց եթե սիրես ու նվիրվես, արդյունքի դու կհասնես։ Միգուցե մի քիչ ավելի երկար կա, մի քիչ ավելի դժվարություններով, բայց ինձ թվում է նույնը կլինի նաև ցանկացած ոլորտում։ Եթե դու սիրես ու աշխատես, արդյունքը իրեն երկար սպասել չի տա։
Բրիտ դուք ծնունդով Քաջարան քաղաքից եք եւ ինչ հիշողություններ ունեք քաղաքի հետ կապված։ Մի փոքր գնանք դեպի ձեր մանկություն, դպրոցական տարիներ։ Իմ ամենալավ տարիները երևի ես անց եմ կացրել Քաջարան քաղաքում։ Քաջարանի հիշողությունները միայն լավը, միայն դրական, միայն քաղցր։ Ես հիմա էլ ափսոսում եմ, որ մի փոքր ավելի հեռացել եմ, մի փոքր ավելի ուշուշ եմ կարողանում լինել Քաջարանում, բայց միևնույն է, Քաջարանը իմ համար ամենահարազատ վայրն է։ Ես զգում եմ Քաջարանում, որտեղ ոնց որ իմ տանը։ Ուրիշտեղ ես տենց չեմ կարող ինձ զգամ։ Որքան հաճախ եք լինում եք բարբերականություն կա հիմա այցելությունների։ Վերջի անգամ անցած տարի եմ եղել, բայց միշտ էլ ուզում եմ պարզապես գործի բերումով մի քիչ դժվար է ավելի հաճախակի գնալը, բայց որոշել եմ, որ այս տարի նորից պետք է գնամ։ Անցնենք մեր բլից հարցերին, որտեղ եք դուք տեսնում ձեզ 10 տարի հետո, մի քիչ կիսվեք մեզ հետ։ Եթե Աստված շատ չհամարի, Աստված տա իմ ընտանիքի կողքին, եթե առողջությունս ների ընտանիքի կողքին։ Աշխատանքային բնակավարում։ Էլի իմ կլինիկայում, իմ կրեսլոյի մոտ։ Ոնց հասկացա, դուք հիմա ավելի շատ խորացած եք վիրահատությունների պահով, չէ՞, իմպլանտոլոգիայի հետ կապված։ Այո։ Եվ որքան կարող է տևել այդ ընթացքը ձեր մոտ վիրահատություն, հետո իմպլանտի հիմքի տեղադրում եւ այլն, ինչ եք առաջարկում դուք հաճախորդին։ Շատ լայն հարց դուք տվեցիք, հնարավոր է որ մեկ օրվա ընթացքում էլ պացիենտը ունենա իր իմպլանտը ու իր ատամը ու հնարավոր է որ դա ձգձգվի մինչև 3-ից 4 ամիս։ Դա արդեն կախված իր ոսկորից, կախված իմպլանտացիոն համակարգից, որը նա կընտրի կամ կոնկրետ դեպքից, այսինքն այսօր Փառք Աստծո հնարավորություն կա մեկ օրվա մեջ էլ ունենալ ամբողջական ատամնաշար, բայց դա 100% չի, կախված է շատ նյուանսներից։ Եթե ցուցումները կան, հնարավոր է դա անել։ Եթե ցուցումները չկան, ստիպված կլինեն սպասել մինչև 3-ից 4 ամիս։ 3-ից 4 ամիս հետո նոր կարողանան ունենալ իրենց ամբողջական ատամնաշարը։ Եվ տարածված է, չէ՞, հիմա իմպլանտոլոգիայի ոլորտում։ Ինքը շատ արագ տեմպերով առաջ է ընթանում, զարգանում է շատ արագ տեմպերով։ Ժամանակին, որ կային վախ, միֆեր մարդկանց մոտ, դա վնասակար է, դա պետք է շատ խիստ հետազոտություններից հետո անցնել այդ քայլերին, երևի թե հիմա ավելի նվազա մարդիկ։ Հիմա տեսեք, եթե ցուցումները կան, այսինքն նույն պլոմբավորումը, նույն ատամի հեռացումը կարող են ավելի շատ բարդություններ ստեղծել, քան իմպլանտացիան։ Այստեղ կախված է բժշկի որակավորումից, իմպլանտացիոն համակարգերից, որը որ կօգտագործվի, այսինքն վախենալ միանշանակ չի կարելի, որովհետև իմպլանտացիան դա կանխատեսելի աշխատանք է, այսինքն բժիշկը պատրաստ է այդ աշխատանքին, ինքը գիտի ինչի է այդ գործ ունի, բայց ատամ հանելը երբեմն դու կարող ես չիմանաս ինչքանով քեզ կհաջողվի։ Ես ուղղակի համեմատություն արեցի, որ դուք հասկանաք, որ իմպլանտացիան շատ ավելի հեշտ է։ Ուղղակի մարդկանց մոտ ատամ հանելը շատ ավելի հեշտ է։ Եվ նորություն չէ։ Եվ նորություն չէ, քան իմպլանտ տեղադրելը։ Միանշանակ իմպլանտացիայից վախենալ պետք չէ, եթե բժիշկը տիրապետում է այդ գործիքներին, այդ նյութերին, այդ սարքավորումները, եթե նա ունի այդ հագեցվածությունը, վախենալ կամ զգուշանալ չկարիք չկա։ Ինչի համար եք ափսոսում։ Կամ երևույթ, որ չեք արել, ափսոսում եք ձեր կյանքում։ Ես իմ արածի համար չեմ ափսոսում, ափսոսում եմ միայն մեր վերջի տարիների կորուստների համար, երեխաների համար, որոնք որ զոհվեցին, միայն դրա համար։ Ուրիշ ափսոսալու բան ես չունեմ։ Ձեր նվիրական երազանքների մասին կկիսվեք։ Ես կուզենայի, որ Հայաստանը բարգավաճեր, բոլոր հայերը ապրեին խաղաղ երկնքի տակ, ոչ մի հայ չտեսներ պատերազմի շունչը չզգանա։ Միակ երազանքս դա է։ Երբ դուք բազմաթիվ ճամփորդում եք ուղևորություններ եք, համնայ մասնագիտական ձեռքբերումներ ունեք արտերկրում, որտեղ է հիմա Հայաստանի ստոմատոլոգիան մյուս երկրների հետ համեմատած։ Ես կասեի, որ Հայաստանի ստոմատոլոգիան չի զիջում
ոչ մի երկրի ստոմատոլոգիային, եթե չուզենամ գովալ, տես չթվա, իրականում Հայաստանում ստոմատոլոգիան շատ բարձր մակարդակի վրա է, նույնիսկ մրցունակ է եվրոպական երկրների հետ, Ռուսաստան արդեն չասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ չասեմ, Հայաստանի մասնագետները եւ Հայաստանի կլինիկաների հագեցվածությունը ոչ մի բանով չեն զիջում որևէ երկրի ստոմատոլոգներին եւ հագեցվածությանը։ Դուք կարող եք շատ հանգիստ նույն աշխատանքը կատարել Հայաստանում, վստահ լինելով, որ հաստատ ավելի լավ արվեց, քան Գերմանիայում, նույն Գերմանիայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իհարկե շատ ավելի մատչելի տարբերակներով, քան դուք նույնը կկատարեք արտասահմանում։ Եվ դրանով պայմանավորված մեկ պացիենտներ էլ չէ, շատ են, մասնագետներից ունենք, որ գալիս են հատուկ։ Ստոմատոլոգիական տուրիզմ կա տենց հասկացողություն, որ հիմնականում գալիս են իրենց բերանի խոռոչը կարգավորում են, բուժումներն են ստանում, քիչ է ծանոթանում են նաև Հայաստանին ու հետո նորից վերադառնում են իրենց երկիր։ Շատ են։ Ստոմատոլոգների միություն հասկացություն գոյություն ունի եւ եթե կա, դուք անդամ եք թե ոչ եւ ինչ է կատարվում այդ առումով, այսպես ասած, ստոմատոլոգիական տուրիզմը մեր մոտ շատ ավելի զարգացնելու ուղղությամբ։ Կան նման գործարկումներ, ձեռնարկումներ։ Կան տենց ստոմատոլոգիական տարբեր ասոցիացիաներ, մենք որևիցե ասոցիացիայի չենք պատկանում, չենք ենթարկվում, մենք անդամ չենք, բայց բոլորն էլ պայքարում են, որպեսզի Հայաստանում ստոմատոլոգիական տուրիզմը մի փոքր ավելի զարգանա, որպեսզի եւ կլինիկաները ունենան իրենց աշխատանքը եւ բոլորը ճանաչեն նաեւ ինչու՞ չէ Հայաստանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Փոխանցեմ նաեւ, որ քաջահանցիները ձեզ լավ հիշում են եւ միայն դրական ու լավ են արտահայտվում ձեր մասին։ Ես էլ շատ անչափ շնորհակալ եմ քաջահանցիներից։ Ես ինչ սովորել եմ, ինչի հասել եմ, դա քաջահանցիների շնորհքը ասեմ, քաջահանի արդյունքը ասեմ ու շատ կարոտում եմ քաջահանին։ Հաջողություններ ձեզ եւ ձեր պացիենտներին։ Շնորհակալ եմ ձեզ էլ կանաչ ճանապարհ։ Սպասված հանդիպումների եթերում իսկ իմ հյուրը բժիշկ ստոմատոլոգ Մուրադ Գրիգորյանն էր։ Կհանդիպենք։